Ինչու են ավելացել երեխաների մահվան դեպքերը Հայաստանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն են վկայում, որ մեր երկրում մանկահասակ երեխաների մահվան դեպքերի աճ կա։ Եթե օրինակ 2024-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում արձանագրվել է մինչև 4 տարեկան 184 երեխայի մահ, ապա 2025-ին այդ թիվը հասել է 207-ի, այսինքն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների մահվան դեպքերն ավելացել են 23-ով։ Մասնագետն ասում է, մանկական տարիքում մահվան պատճառները բազմազան են, դրանք կարող են պայմանավորված լինել ինչպես զարգացման արատներով, այնպես էլ ներարգանդային շրջանում ձեռք բերված վարակներով։ Ցանկը երկար է։ Վերջին տարիներին բավականին հաճախ ենք մենք ունենում տարբեր դժբախտ պատահարների արդյունքում մահվան դեպքեր, դրանք կարող են լինել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարները, վրաերթներ, ավտովթարներ, այնպես էլ տարբեր բարձրություններից ընկած, այսպես կոչված կատատրավմաների արդյունքում արձանագրված մանկական մահվան դեպքերը։ Դա հիմնականում հենց տեղի է ունենում 2-ից մինչև 5-6 տարեկան երեխաների շրջանում, երբ երեխաները արդեն սկսում են քայլել, ձեռք են բերում սեփական ակտիվություն եւ արդեն դժվար կառավարելի են լինում ծնողների կողմից։ Մինչև 4 տարեկան երեխաների մոտ նաև տարբեր տեսակի ինֆեկցիաներ կարող են զարգանալ, նկատում է բժիշկ Սիմոնյանը։ Միաժամանակ ընդգծում, վերջին տարիներին սա գլոբալ խնդիր է դարձել։ Ներարգանդային վարակներն օրինակ վաղաժամ չեն հայտնաբերվում, որովհետև ախտորոշվում են երեխայի ծննդից հետո։ Քանի որ այդ խնդիրը ի հայտ է եկել ծնված առաջին իսկ ժամերի ընթացքում, դա թույլ է տալիս մեզ մտածել, որ այդ ինֆեկցիան երեխան բնականաբար ձեռք չի բերել առաջի 2 ժամվա մեջ իր կյանքի, այսինքն դա ունեցել է ներարգանդային զարգացման ընթացքում։ Դրանք հիմնականում ներգրավում են շնչական համակարգը, թոքաբորբերի ձևով են արտահայտում, սակայն կարող են լինել նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով, տարբեր տեսակի մենինգոենցեֆալիտների ձևով, ստամոքսաղիքային տրակտի ախտահարումով։ Ժամի հարցախույզը փորձեց նաև առողջապահության նախարարությունից պարզել, թե որոնք են մեր երկրում երեխաների մահվան դեպքերի ավելացման պատճառները եւ թե որ բժշկական կենտրոններում են դրանք գրանցվել։ Նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ուսումնասիրում են բոլոր դեպքերը, հիմնվելով դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների վրա հստակեցնելու մահվան պատճառները։ Իսկ կոնկրետ բուժհաստատությունների վերաբերյալ տեղեկություն տրամադրել չցանկացան, թերևս խուսափելով թիրախավորումից։ Ոլորտի փորձագետն ասում է, թեև այս ցուցանիշը մեզ մոտ դեռ կրիտիկական չէ, փոխարենը ազդակ է հասկանալու, որ կա վատթարացման միտում։ Վստահ է, մանկական մահացության դեպքերի հիմքում նաև բանիմաց մասնագետների պակասն է։ Առողջապահական համակարգի կադրային խնդիրները ըստ Վարդանյանի սկսել են այն պահից, երբ բժշկական համալսարանում մանկաբուժական ֆակուլտետը միացրին ընդհանուր բուժական ֆակուլտետին։ Այդ պահից առանձին մանկաբույժների պատրաստումը դադարեց եւ դա զգալիորեն ազդեց ոլորտի որակի վրա։ Պետք է դա համարել որպես սիգնալ, եւ անմիջապես գտնել այն պատճառները, որը վերել է նման իրավիճակ։ Մանկաբույժի մասնագիտությունը մի տեսակ դարել է ազվատեպ, այսպես դժվար գտնվող մեր ունեցած մանկաբույժների Հայաստանի Հանրապետությունում քանակը բավականին պակասել է եւ մարդիկ գտնում են ավելի հեշտ մասնագիտություններ, պատասխանատվության առումով եմ ասում, հետազոտողներ, սոնոգրաֆիայի, չգիտեմ, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն։ Փորձագետների խոսքով պետությունը, մասնագետները եւ առողջապահական համակարգը պետք է գործեն համատեղ, վերականգնելով մանկաբուժության հեղինակությունը, ապահովելով բնականon հղիություն եւ մանկական խնամքի վերահսկում, իրական առաջնահերթություն դարձնելով յուրաքանչյուր փոքրիկի կյանքը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։